առաջին հերթին խոսելով դատարաններում քրեական գործի թվի ավելացման մասին, ես կարծում եմ, որ մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների բացարձակ թվի ավելացման պատճառների մեջ որոշակի դերակատարում ունի գլխավոր դատախազի 25 թվականի հուլիսի 21-ի հրամանը։ Այս հրամանով հաստատվել են Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազների աշխատանքների գնահատման, արդյունավետության գնահատման չափորոշիչն ու կարգը և կարելի ասել 180 աստիճանով փոխվել։ Դատախազների գնահատումը, բացի պետական շահերի պաշտպանության հայցերով վերջնական դատական ակտերով, դատախազական ներգործության միջոցներով և քրեական վարույթներով պետությանը կամ համայնքին պատճառված վնասի վերականգնումից իրականացվում է նաև հիմք ընդունելով ծանր և առանձնապես ծանր գործերով մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների թիվը, ինչպես նաև այս գործերով դատարաններում կայացված մեղադրական դատավճիռների թիվը։ Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների աշխատանքի 25 թվականի առաջին կիսամյակի, իսկ ես կխոսեմ առաջ կիսամյակի մասին, որովհետև դեռևս չենք ամփոփել երկրորդը, և իմ տարեկան հաղորդման մեջ արդեն ամբողջական տվյալները կլինեն, այս գնահատման արդյունքները փաստում են, որ մեր այս ստորաբաժանումների կողմից հաստատված մեղադրական եզրակացությունով դատարան է հանձնվել 5478 քրեական վարույթ։ Սակայն ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերը եղել են ընդամենը 8,7%, 476 վարույթ, որը հետագայում դառնում է քրեական գործ։ Այս պարզ հաշվարկը վկայում է, որ իրավապահ և դատական համակարգի արդյունավետությունը բացարձակ թվերով, իսկ երբ ես ասում եմ բացարձակ թիվ, ես նկատի ունեմ այսքան հատ վարույթ ձևակերպումը, մենք այլևս այս ձևակերպմամբ չենք կարող գնահատել մեր վիճակագրական տվյալները և չենք կարող չաշխատել մեծ թվերի հետ, որովհետև մենք կունենանք մի փոքր խեղաթյուրված և շփոթեցնող պատկեր։ Մենք պետք է դրա հետ համադրենք միջդատական վարույթում և դատարանում ավարտված գործերի ծանրության աստիճանը, անպայման, և ծանր ու առանձնապես ծանր գործերով կայացված մեղադրական դատավճիռների թիվը։ Եվ այստեղից անցում անեմ ձեր հարցադրման երկրորդ շերտին։ Դուք մեջբերեցիք իմ հարցազրույցներից մեկը որակ քանակի հարաբերակցության տեսանկյունից և ձեր թույլտվությամբ շարունակելով այդ միտքը և հիշեցնելով ձեր հարցադրման այդ կտորը, որ արդյոք քանակը ի վերջո բացասական իմաստով կարող է բերել որակի անկման, ինչպես նախաքննության փուլում, այնպես էլ դատարանում, ես կցանկանամ ընդգծել, որ ամեն անգամ, երբ մենք խոսում ենք իրավապահ և դատական համակարգի մասին, ծանրաբեռնվածություն բառը առաջինն է և ամենահաճախն է, որ հնչում է։ Մենք ծանրաբեռնված ենք, կրկնում եմ, այսքան հատ գործով, կրկին խոսում ենք բացարձակ թվերով։ Եվ եթե մենք շարունակենք բացարձակ թվերի վրա մեր գնահատականները, ապա մի օր անելու ենք շատ մեխանիկական մի եզրահանգում, որ ծանրաբեռնված աշխատանքը հանգեցրել է անորակության։ Եվ կարծում եմ, որ ձեր հարցի ենթատեքստում այսպես նուրբ այդ մտահոգությունը իհարկե կա։ Ես կարծում եմ, որ այո կդառնա անորակ, եթե մենք նույն ժամանակը և նույն էներգիան ծախսենք ինչպես պարզ, այնպես էլ բարդ խնդիրների լուծման համար։ Խոսքը վերաբերում է ոչ միայն դատարաններին, խոսքը վերաբերում է նաև միջդատական վարույթներին։ Ես էլի, քանի որ սիրում եմ, երբ մենք փաստահեն ենք խոսում, էլի մի փոքր ձեզ կծանրաբեռնեմ, բայց շատ այսպես տեսանելի և վերլուծության համար հիշելի թվերով, ու կառաջարկեմ մի հատ շատ կարճ մտավարժանք անենք իրար հետ։ 2025 թվականի առաջի կիսամյակում 4706 գործով 4961 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Այս թվից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերից մեղադրական դատավճիռներ են կայացվել 401 գործով 523 անձի նկատմամբ։ Եթե ամփոփենք, ապա կայացված մեղադրական դատավճիռների մեջ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերի տեսակարար կշիռը ընդամենը 8,5% է։ Համեմատելու համար նույն ժամանակահատվածը վերցնենք 2024 թվականի, նույն առաջին կիսամյակը։ Մեղադրական դատավճիռներ են կայացվել 3819 քրեական գործով։ Ուշադրություն դարձրեք, բացարձակ թվերի մեջ
կա աճի միտում, բայց երբ որ մենք նայում ենք բովանդակությունն ու որակը, հիմա կտեսնենք, որ մենք ունենք ցավոք սրտի նվազում։ Այս թվերից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերից մեղադրական դատավճիռներ են կայացվել 436 գործով, 521 անձի նկատմամբ։ Մեղադրական դատավճիռներով ավարտված գործերի մեջ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերի տեսակարար կշիռը անցյալ տարի եղել է 11.4%։ Հիշեցնեմ, այս տարի 8.5-ն էր։ Այսինքն, եթե այսպես համադրենք, կտեսնենք, որ 24 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ բացարձակ թվերով մենք ունենք աճ, բայց երբ որ մենք խոսում ենք որակական գնահատականի մասին, ցավոք սրտի ունենք մոտ 8% նվազում։